Հայաստանին ու Արցախ հայրենիքին վերաբերող քննարկումը սկսվեց Հայաստանի եւ Արցախի օրներգով հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի տերունական աղոթքով։ Փրկյազմեզի չարեն զիքոյ արքայություն եւ զորություն եւ արքավիկյան։ Արցախցիների բռնի տեղահանումը եւ ադրբեջանցիների կողմից հայկական բնորանում հայկական մշակույթի ոչնչացման ամբողջ process-ը ապացույց է, որ քոչվոր ցեղերը նպատակ են դրել հիմնովին վերացնել հայկականը պատմական Արցախ հայրենիքում։ Արցախի թեմի առաջնորդի ձևակերպմամբ հայ ժողովուրդը արարող, ստեղծող ու հեռատես ազգ է եւ առաջին հերթին պետք է որ ավելի հեռուն տեսներ։ Չունենք հեռատես ու ապագային ուղղված ռազմավարական մտածելակերպ, որով պիտի ապահովվեր մեր ստեղծած արժեքների եւ մեր հայրենիքի պահպանությունը։ Սրան հակառակ մեր շուրջը հայտնված քոչվոր ցեղերը իրենց նպատակային ու հեռու գնացող ծրագրերի միջոցով աստիճանաբար կարողացան տիրանալ մեր պապենական հողերին։ Քննարկմանը մասնակիցները պատմական անարդարությունների մասին փաստերով են խոսում։ Բերում հայ հոգևոր մշակութային կարևոր կենտրոններից մեկի Գարդման պատմական հայրենիքի օրինակը։ Ադրբեջանական քոչվոր հերոսակախմբերը այստեղ էլ ոչնչացրին այն ամենն, ինչ հայկական էր։ Գարդմանը ոչ միայն ռազմավարական ու քաղաքական դերակատարություն է ունեցել, այլև ծնունդ է տվել այնպիսի մշակութային դեպքերի, ինչպիսիք է Մխիթարքոշը, վանական վարդապետը, Կիրակոս Գանձակեցին եւ այլոք։ Քննարկման մասնակիցներից մեկը հարց է ուղղում պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորներին, Արցախի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին։ Ուսումնասիրվել են կան տեղեկություններ ադրբեջանցիների էության վերաբերյալ, որպեսզի կարողանանք աշխարհին էլ ներկայացնել ադրբեջանական կեղծիքն ու սուտը, որը շատ հաճախ այդ երկրի պաշտոնական բարձր կալիբրի ներկայացուցիչները առաջ են տանում որպես քաղաքականություն։ Պատմության ինստիտուտի կազմում ստեղծված է առանձին այդպես պրոբլեմայի խումբ է ստեղծված Արցախի պատմության հիմնահարցերի ուսումնասիրության։ Ընդհանրապես ոչ միայն Արցախի, այլև հայոց արևելքի, այսինքն Գուր Արաքսյան Միջագետքի պատմություն ուսումնասիրելու համար եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ արդեն երկու գիրք է պատրաստված, մեկը երկաթորյակ կլինի, մեկը առանձին գիրք կլինի։ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամները, պատմաբանները կարմիր լույս են վառում ամբիոնից զեկուցողների համար, զգուշավոր լինել իրենց արտահայտություններում, Արցախ հայրենիքի հետ կապված ձևակերպումներում առավել եւս։ Կարծում եմ, այդ հյուսային Արցախ անվանումը այնքան էլ ճիշտ չէ օգտագործել Գարդմանի համար, որովհետև Գարդման ուտիքը գիտենք, որ առանձին նահանգ է, 12-րդ նահանգն է, Արցախը 10-րդ նահանգն է։ Էլ ինչպես կարող ենք օգտագործել հյուսային Արցախի։ Գարդմանը կապ չունի Արցախի։ Բայց միևնույն է, տեսնում ես, մեկը էլի հյուսային Արցախ է օգտագործում։ Չէ, կապ Այդպեսով մենք կորցնում ենք Գարդման ուտիկ անվանը։ Չէ, կապ չունի Արցախի հետ կապ չունի։ Ավստրիայից ժամանած հայուհին եւս առաջարկ խնդրանք ուներ հայ պատմաբաններին, բնիկ արցախցիներին, ավելի մեծացնել Արցախի պատմությանը վերաբերող գրականությունը, պատմությունը հատկապես օտարալեզու գրականության մեջ, որպեսզի դրսում սովորող հայ ուսանողները տեխնացուական դիսերտացիա ներկայացնելիս կարողանան ջախջախիչ ապացույցներ, փաստեր ներկայացնել պատմական կորսված հայրենիքի մասին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։